Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդման ժամն է։ Մեր հեռուստադիտողի համար առանձնացրել ենք օրվա ամենակարևոր նոր հասականը, որը չի վրիպել մեր ուշադրությունից։ Իսկ ձեզ առաջարկում ենք շարունակել բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին ամենակարևորը բաց չթողնելու համար։ Երևանում կրկին պղծել են ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը։ Ահազանգում են քաղաքացիները։ Հիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ էր նման դեպք տեղի ունեցել։ Նշենք, որ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին գտնվում է Մաշտոցի պողոտայի եւ Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում։ Տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին։ Քանդակագործն է Տիգրան Արզումանյանը։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ Ոնց տեսնում եք, Լեոնիդ Ազգալդյանի նկարը եւս մեկ անգամ ապականել են եւ մենք վաղը կվերականգնենք, նկարիչ կգտնենք, որ նկարը վերականգնվի, առաջարկում այս խնդիրը լուծելու համար կամերա տեղադրել, ծառ կա ու շատ հարմար երևում ամեն ինչը եւ 1-2 տարի առաջ նույն բանն էր տեղի ունեցել եւ նորմալ արժանապատիվ տղաները վերականգնեցին այս նկարը եւ հիմա մենք տեսանք, երևի մենք կվերականգնենք, վաղը կփորձենք լուծել այդ խնդիրը։ Դոկ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը հայտարարություն է տարածել։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, խորին շնորհակալություն ենք հայտնում ձեզ բոլորիդ Վարդան Ղուկասյանի նախաձեռնած ֆլեշմոբին մասնակցելու համար։ Այս ֆլեշմոբով մենք ցանկանում ենք աշխարհին ցույց տալ, որ հայը երբեք չի հրաժարվի իր արարատից, երբեք չի ուրանա այն զինվորի արյունը, որը հեղեղվել է հայրենիքի համար։ Այս նախաձեռնության միակ նպատակը հենց սա էր՝ ցույց տալ մեր միասնականությունը, մեր հավատը եւ մեր արմատների ուժը։ Կրկին ու կրկին շնորհակալ ենք ձեզ։ Հպարտ ենք, որ ունենք նման մարդիկ, ովքեր բարձրացրեցին իրենց ձայնը եւ բոլորին հիշեցին, որ ինչպես անհաս Փարքի ճամփա, ես իմ մասիս սարն եմ սիրում։ Գուստավ Կլիմտի Էլիզաբեթ Լեդերերի դիմանկարը դարձել է աճուրդում վաճառված ժամանակակից արվեստի ամենաարժեքավոր գործը։ Գնորդը վճարել է $236.4 միլիոն։ Աճուրդը տեղի է ունեցել Նյու Յորքում։ Նկարում պատկերված է Էլիզաբեթ Լեդերերը Կլիմտի հովանավորների դուստրը։ Նա կանգնած է մանուշակագույն ֆոնի վրա հագած սպիտակ նախշերով զգեստ։ Յուղաներկ նկարը ստեղծվել է 1914-ից 1916 թվականներին։ Առնվազն 6 գնորդ մրցել է ստեղծագործության համար։ Նրանցից մեկը մասնակցել է աճուրդի միայն այն բանից հետո, երբ գինը հասել է $171 միլիոն։ Սկզբում նկարը գնահատվել է $150 միլիոն։ Էլիզաբեթ Լեդերերի դիմանկարը այժմ դասվում է $100 միլիոն ավելի վաճառված արվեստի գործերի շարքին։ Նկարի գինը գերազանցել է Ամադեո Մոդիլյանիի, Էնդի Ուորհոլի, Ֆրենսիս Բեյքոնի եւ Պաբլո Պիկասոյի աշխատանքների գները։ Կլիմտի նախորդ ռեկորդը Հովհարով տիկինը կտավն էր, որը 2023 թվականին վաճառվել է $108.8 միլիոն։ Ամենաթանկ վաճառված նկարի բացարձակ ռեկորդը շարունակում է պահպանել Լեոնարդո դա Վինչիի աշխարհի փրկիչը կտավը, որը 2017 թվականին աճուրդում վաճառվել է $450 միլիոն։ Այնուամենայնիվ ժամանակակից արվեստի գործերի շարքում առաջատարը Էլիզաբեթ Լեդերերի դիմանկարն է։ Գործարար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից։ Մի կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով գուցե առավելագույնը եւս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չես պահի, երկրի արժանապատվությունը չես վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չես լավացնի, պետության խնդիրները չես լուծի։ Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, որի պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք միևնույն է հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերի։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածեք։ Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ։ Ուրեմն շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ մեր ձևով, հայտարարել է Սամվել Կարապետյանը։ Հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի Ադրոմեդա կինոնկարը, որը նկարահանվել է 2024 թվականին հատուկ էքշն բարեգործական երեկոյի համար, ստացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակը Մոնտե Կարլո ֆիլմ ֆեստիվալում։ Երբ քեզ համար հանգիստ նստած ես տանը, իսկ քո փոքրիկ ֆիլմը, որը նկարահանել ես բարեգործական էքշն երեկոյի համար, շարունակում է ամենուր մրցանակներ ստանալ, որպես լավագույն ֆիլմ, շնորհակալության զգացողություն է առաջացնում։ Եվ հերթական անգամ ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բացարձակապես անվճար ինձ հետ միասին ստեղծեցին այդ ֆիլմերը։ Իր տելեգրամյան ալիքում գրել է ռեժիսոր Աննա Մելիքյանը։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Փեգի Գարաբեկյանը Miss Tiezerk 2025-ին ներկայացրել է Հայաստանի ազգային տարազը։ Armenia! This gown structure mirrors the Symphony of Stone's rock formation.
while the cross headpiece honors Armenia as the first Christian nation. Gracing the floor in a gown full of metaphor, Armenia. Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին օրվա ամենակարևորը եւ բացառիկը բաց չթողնելու համար։